Հա, իդեպ կարևորը, որ հրշեջ մեքենան լինի բելարուսական, հանկարծ եվրոպական չլինի, հա, հավես չկա, Ռուսաստան, Պուտին, հավես չկա։ Չկարողանալով երկրում իշխանությունը վերցնել հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու միջոցով, ոչինչ, մենք այդ իշխանությունը կվերցնենք առաջիկայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելով ու հաղթելով։ Սա թերևս կարելի է համարել այն գաղտնի պլանի ապակոդավորումը, որի մասին օրերս հայտարարեց Հանրապետության գլխավոր ուժեղած առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Եվ ուրեմն ուժեղ Հայաստան կուսակցությունը որոշել է մի ոտ շուտ նախապատրաստվել աշնանը Հանրապետության ավելի քան 4 տասնյակ համայնքներում տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ապավինելով իր սիրելի փորձված մեթոդին, նախընտրական բարեգործությանը, նույն է թե ավանսով ընտրակաշառքին։ Երևի կհիշեք, որ 1 տարի առաջ այս օրերին դեռևս մեր ձևով անունով շարժումը զբաղված էր բարեգործական զանազան ակցիաներ իրականացնելով դպրոցականներին պայուսյակ եւ գրենական պիտույքներ նվիրելուց մինչեւ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ մուլտֆիլմի դիտում եւ քաղաքի օրվա հետ կապված միջոցառում ու ամանորյա զարդարանքներ հայրաքաղաք Գյումրիում։ Լավագույն ավանդույթները, բայց իրենց այն շուստրի ձևերով ուժեղները շարունակում են նաև այսօր։ Ընտրակաշառք? Да вы что, голубчики, боже упаси, ինչի մասին է խոսքը։ Դա լկտի սուտը եւ քստմների զրպարտություն վստահաբար կարձագանքեին ուժեղներն ու երևի նաև խաչակնքվեին այսպիսով համոզելու Աստծո սիրուն ինչ անում են, անկեղծ մաքուր սրտով են անում, ոչ մի քաղաքական միտք եւ ակնկալիք։ Աստված միտք ասացինք, հիշեցինք Աստվածաշնչյան հայտնի միտքը։ Երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի եւ քո հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես։ Ասել կուզի, եթե բարեգործություն ես անում, ապա դրա մասին մի ճչա, մի աղմկիր, մի գովազդիր այն, այսպիսով մի նվաստացրու կարիքավորի արժանապատվությունը, եթե իհարկե միտքդ ծուռ չէ։ Չես ակնկալում, որ այսօր ձախով տալիս ես, որ վաղը աչով վերադարձվի տվածդ, ծրարում դրված քո անունով քվյաթերթիկի տեսքով։ Փույթ չէ, որ հայրը երկնքից տեսնում է ամեն բան եւ դատում է երկրի վրա։ Ինչևէ, քանի որ թիմ ընտրությունների բուն քվեարկության օրվան բերքահավաքին դեռ մի քանի ամիս կա, արդ եկեք տեսնենք, թե այս ընթացքում բարեգործական ինչպիսի մինի ծրագրեր է իրականացրել ուժեղ Հայաստանը դրա ղեկավարի հայրենի եզերքում մասնավորապես, եւ որ ոչ պակաս կարևոր է բարեգործության, ողորմության ինչպիսի խոստումներ տվել։ Իհարկե ուժեղներն իրենց բարեգործությունը փաթեթավորում են որպես նախքան ընտրությունները իրենց համակիրներին տված խոստումների իրականացում, մի քիչ էլ լալահառաչություն են հաղորդում, տարիներով անտեսված խնդիրների լուծում, սակայն միևնույն է դրանից գործողության քողարկված միտումը նախընտրական կաշառք չի անեանում։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո իրականում թիմ ընտրություններին ընդառաջ ուժեղների ֆիլանտրոպական առաջին արշավանքը դեպի նիզամի համայնք էր։ Այսօր արդեն падգամավորի մանդատով զինված Նարեկ Կարապետյանը զինվել էր նաև թուղթ ու գրիչով, Չեշիրյան կատվի ժպիտով, ինքզինքը դրել մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի տեղը եւ իր փոքրիկ խմբակի հետ շրջում էր համայնքում, զրուցում բնակիչների հետ, հարցնելով, թե ինչի վրա շեշտը դնենք, որ գոհ լինենք։ Չգիտենք հարցուփորձի արդյունքում ինչի վրա են պատրաստվում ուժեղները դնել իրենց իմացած շեշտը, բայց որ այդ համայնք իրենց այցի մասին պատմող տեսագրության մեջ ակամա շեշտել էին իրենց այցի նախընտրական նպատակը, դա հաստատ։
Համայնքի բնակիչներից մեկը, խոսելով գյուղացու իր բնորոշմամբ մեռած, բայց չթաղած լինելու մասին, հնդածս որոշել էր հաջողանալ, բռնված, բայց չնստած, ավելի ճիշտ մոնումենտի իր շքեղ առանձնատանը նստած Սամվել Կարապետյանին, թե այսօր ով որ բարիք է ստեղծում, նրան են բռնում տանում բերդ, հաջողություն ձեզ, մեզ էլ հաղթանակ։ Մարդասեր ու բարեգործ ուժեղները նկատենք չէին զլացել, նաև օգտագործել էին այս երեխայի էմոցիոնալ պոռթկումը, այն եւս ծառայեցնելով իրենց PR-ին։ Նիզամից արդ շարժվենք մոտ 150 կիլոմետր դեպի հյուսիս եւ հասնենք Լոռու մարզ, Ստեփանավան եւ հարակից համայնքներ, որտեղ եւս անցած օրերին իր բարեգործալուսավորչական այցն է կատարել Նարեկ Կարապետյանն իր ուժեղ առաքյալների հետ։ Գյուլագարակ, Կուրթան եւ Գարգար համայնքի բնակիչների հետ ունեցած կնիկ երեխա գործքեվ հալ ֆորմատի զրույցի արդյունքում այս մեր ուժեղները որոշել էին տեղացիներին նվիրել ավտոմոբիլ, բայց մի րոպե, գյուղտեխնիկա իրականում, Յակոբովիչի ասած ավտոմոբիլը չէ, գյուղտեխնիկան էլ կարմիր կոմբայնի տեսքով։ Կարապետյանենք մի ռոլիկ էլ այս թեմայով են նկարահանել ու սփռել համայն Facebook-ում, որտեղ նանսեն ներողություն Նարեկը Կարապետյան ցուցադրում է մի աժդահա մեքենա, նույն ինքը գեղեցկուհի կոմբայնը եւ դատելով կոմբայնի վերաբերյալ կադրերից այն գնվել է Հայաստանում քաղաքական բարեգործության նոյ տուկի թելը որպես նախընտրական կաշառքներ դրած այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանին ու նրա որդուն Նվեր Ծառուկյանին պատկանող հայ-բելարուսական խանութից։ Իդեպ Նվեր Ծառուկյանը հետախուզվում է Հայաստանի Հանրապետության իրավապահների կողմից եւ ըստ վերջին տվյալների գտնվում է գյուղտեխնիկայի արտադրության գեղեցկագույն ավանդույթներ ունեցող Բելարուսում։ Ինչևէ, թողնենք Ծառուկյաններին, մասնավորապես բազմազավակ հայր Գագիկ Ծառուկյանին եւ վերադառնանք Կարապետյաններին ու նրանց բարեգործական մյուս ակտերին։ Հայաստանի Հանրապետությունում բազմազավակության զարկ տալու իրենց նախընտրական խոստումը ուժեղները որոշել են կյանքի կոչել, մասնավորապես այն համայնքներում, որտեղ ամենաշատ քվեներն են ստացել։ Եվ ուրեմն Լոռու, Ստեփանավանի, Տաշիրի ու Գյուլագարակի տարածաշրջանում ընտանիքներում ծնված ամեն 5-րդ երեխայի դեպքում ընտանիքը նվեր է ստանում բնակարան, ոչ թե Երևանում, այլ համայնքում։ Բնակարանն էլ մայրիկի անունով։ Հայրիկի անունով չէ, երեխայի անունով չէ, այլ մայրիկի։ Եղավ, եթե Նարեկ Կարապետյանը մի բան անում է, ուրեմն լավ գիտի դրա հետևանքները։ Հունիսի 7-ին ուժեղների օգտին ամենաշատ քվեները տված համայնքների բնակիչները չէին հասրել ուշքի գալ բարեգործության վերագորյալ ուժեղ դոզայից եւ հանկարծ դրանց ներարկվեց նոր դոզա։ Կատարվել է Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը։ Այսօրվանից գործում է անվճար տրանսպորտային միջոց, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից դեպի մի քանի համայնքներ։ Ավետել են ուժեղ Հայաստանից։ Հուսանք նշված տրանսպորտային միջոցը այն կարմիր գեղեցկուհին չէ, կոմբայնը նկատի ունենք էլի։ Լոռու որոշ համայնքների նկատմամբ այս ընտրովի սերն ու խանդաղատանքը երևի գլխի ընկակ մեկ հանգամանքով է պայմանավորված այդ համայնքներում ՈՒՀԿ-ն ամենաբարձր տոկոսներն է ստացել։ Ու հիմա զբաղված է տոկոսները փոխհատուցելով։ Իդեպ տպավորություն է, որ ուժեղները յուրացրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2023 թվականի տիմ ընտրությունների կարգախոսը ու իրենց ձևով են փորձում մատուցել։ ԿՊ-ն ազդարարում էր ասեք, կանենք, ուժեղներն էլ ասում են տվել ենք, տվել եք, տալիս ենք, վատ բան չմտածեք, հանկարծ են ընտրակաշառքի մոմենտը ուժի մեջ չի։ Ձեռի հետ էլ մողամով հասկացնում են առաջիկա տիմ ընտրությունների ժամանակ էլ որ տանք կտակ, չէ,
որ հետո էլի տանք։ Դե կոմբայնա, ավտոբուսա, մեքենայա, նու հրշեջ մեքենայա գուցե ու այսպես շարունակ։ Հա, որպես վերջաբան մի դիտարկում։ Հայրենի եզերքի դաշտ ու ձորերն ընկած Նարեկ Կարապետյանը որդին է այն գործչի, որը երկար տարիներ եղել է կառավարող ուժի Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, եղել է падգամավոր, պաշտոնի բերումով տեղյակ է եղել Հայաստանի Հանրապետության մարզերի բոլոր դարդու ցավերին։ Կրծեր Կարապետյանը տեսնես երբևէ առիթ ունեցել է հարցնելու իր հորը եւ կամ նրա կուսղեկ Սերժ Սարգսյանին, թե ինչու իրենց կառավարման տարիներին լոռու մարզում արկա տարիներով կուտակված խնդիրները չէին գույքագրվում, ինչպես այսօր անում է Նարեկ Կարապետյանն իր խմբակի հետ, ու այդ խնդիրներին լուծում չէր տրվում։ Ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի տվյալներով լոռու մարզը երկրորդ ամենաաղքատ մարզն էր Շիրակից հետո։ 35.8% այդ մարզում աղքատ էր, 2.7%-ը ծայրահեղ աղքատ։ Forbes-ի ցուցակում ներառված Սամվել Տաշիրցու ծննդավայր Լոռին 35%-անոց աղքատության մեջ էր ապրում։ Պատկերացնում եք։ Բա դա խելագարվելու բան չէ։ Բայց ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, Լոռեցի Սամոնի տարբերություն Թումանյանի կերտած Լոռեցի Սաքոյի իմացել ու չի խելագարվել։ Իսկ այժմ իր թիմի հետ միասին պատրաստ է ամեն ինչի ընդཐུպ խելագարվելու գնով իշխանությունը վերցնելու համար։ Պաժառն է։ Ես կարող եք ակնարկում եք, որ ուժեղ Հայաստանի հաջորդ նվերը լինելու է պաժառն ու մեքենա, այսինքն հրշեջ մեքենա նվիրելը։ Պետք է ԿՀ-ի կայքից պարզել, թե որն է հաջորդ համայնքը, որտեղ ուժեղ Հայաստանը ամենաշատ ձայներն է ստացել, հետևաբար այդ համայնք էլ կուղևորվի այս հրշեջ մեքենան։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։